Ռուսաստանի մաքսային ծառայությունը հայկական գյուղատնտեսական ապրանքների ապօրինի ներմուծման մի շարք դեպքեր է արձանագրել։ Հիշեցնեմ, մայիսից սկսած Ռուսաստանը առևտրային արգելքներ է կիրառում հայկական տարբեր ապրանքատեսակների համար։ Չնայած դրան արտադրանքը այս կամ այն ճանապարհով հասնում է սպառողին։ Թեմային հետևել է Արտյոմ Երկանյանը։ Արտյոմ, ինչ նոր դեպք է արձանագրվել։ Ռուսաստանի Դաղստանի Հանրապետության տրանսպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ ռուս-ադրբեջանական սահմանում անցակետում հայտնաբերվել են պղպեղով բեռնված բեռնատար ավտոմեքենաներ եւ մասնագետները ենթադրում են, որ այդ պղպեղը աճեցվել է Հայաստանում։ Թեև համապատասխան պիտակավորումները, դրոշտնավորումները վկայում են այն մասին, որ ապրանքը իրանական է։ Մասնագետները ենթադրում են, որ իրանացի միջնորդները վերապիտակավորել են այդ ապրանքը, որպեսզի ներկայացնեն որպես իրանական, իսկ իրականում գործ ունեն սովորական ռեէքսպորտի դրսևորման հետ, որի նպատակն է շրջանցել Ռուսաստանի այդ առևտրային հայտնի պատնեշները։ Արդեն 10 օր է, ինչ 10 բեռնատարներ մաքսակետում են, ապրանքը արդեն սկսում է փչանալ, վարորդները, ովքեր դաղստանցի են ազգությամբ, անորոշության մեջ են, իսկ իրավապահները եւ դաղստանցի մասնագետները չեն կարողանում վերջնական լուծում տալ խնդրին, քանի որ ինչպես հասկանում եմ, իրենց ենթադրությունը առայժմ ապացուցված չէ։ Համենայն դեպս հայտնի է, որ Ռուսաստանի պատկան մարմինները պաշտոնապես դիմել են Իրանի արդարադատության նախարարությանը, խնդրելով համատեղ ուժերով փորձել լուծում տալ այս խնդրին եւ պարզել իրականությունը։ Ինչպես է սովորաբար իրականացում ռեէքսպորտը։ Երկու տարբերակ կա այդ ռեէքսպորտի, այսինքն այդ առևտրային պատնեշները շրջանցելու, որոնք կիրառում են հայ բեռնափոխադրողները եւ արտահանողները։ Առաջինը այն է, երբ հայկական ապրանքը որպես տարանցում է ձևակերպվում, այսինքն Ռուսաստանի տարածքով իբրև թե ԵԱՏՄ այլ պետությունների տարածք է տեղափոխվում, չէ որ մաքսային գոտին նույնն է, բայց իրականում ճանապարհին այդ ապրանքները անհետանում են եւ չեն հասնում Բելարուս կամ Ղազախստան, ինչպես փաստաթղթերում էր երևում, հա։ Պարզ է, որ արդյունքում այդ ապրանքները հասնում են խանութներ, շուկաներ եւ ի վերջո սպառողը ռուս սպառողը այն սպառում է։ Դե այս տարբերակը բավական հեշտ է հայտնաբերել եւ ճանապարհը փակել եւ արդեն դա արել են։ Ռոսելխոսնadzորը պաշտոնապես հայտարարել է, որ այսուհետ նաև հայկական ապրանքների տարանցումը եւս արգելված է։ Այսինքն այս տարբերակը կարողացել են բացառել եւ կանխել։ Բայց կա երկրորդ տարբերակը, որը շատ ավելի դժվար է կանխել։ Դա այն դեպքն է, երբ ապրանքները հասցվում են երրորդ երկիր, այնտեղ վերապիտակավորվում են, այնտեղ տրվում է ֆիտոսանիտարական բոլոր փորձաքննության սերտիֆիկատները եւ որպես արդեն այդ երրորդ երկրի ծագում ունեցող ապրանքը հասնում է Ռուսաստան։ Պարզել այդ ապրանքի իրական ծագումը շատ ավելի դժվար է, բայց եղել է մի քանի դեպք, երբ ռուս իրավապահները իսկապես կասկածներ են ունեցել եւ որոշ դեպքերում անգամ ապացուցել են, որ այդ ապրանքները հայկական են։ Մասնավորապես Ռուսաստանի եւ Բելարուսի սահմանում Սմոլենսկի մարզում հայտնաբերվել է 42,000 վարդ, որի պիտակների վրա նկատվել են ինչ-որ տարրեր, որոնցից կարող էին ենթադրել, որ այդ վարդերը հայկական են։ Ողջ այդ խմբականակը ոչնչացվել է։ Կամ մեկ այլ դեպք, երբ նկատվել է, որ Իրանից կտրուկ աճել է վարդերի հոսքը Ռուսաստան եւ խոսքը հենց այն վարդերի տեսակի մասին է, որը մինչ այդ Հայաստանն էր Ռուսաստան մատակարարում։ Եվ որոշ ագրոտեխնիկական բնութագրեր թույլ են տալիս ռուս մասնագետներին ենթադրել, որ դա հայկական ծագման ապրանքներ են։ Եվ Ռոսելխոսնadzորը արդեն դիմել է Իրանի պատկան մարմիններին, խնդրելով առայժմ փորձաքննություն չտալ, սերտիֆիկացիա չտրամադրել ծաղիկ արտահանող ընկերություններին, մինչև չպարզեն, թե ինչը իրականում ինչոց է։ Նաև դեպքեր են արձանագրվել, երբ Վրաստանից Ռուսաստան են
արտահանվել ապրանքատեսակներ, մասնավորապես դեղց եւ լոլիկ, որը շատ նման էր հայկական դեղցին եւ լոլիկին։ Նու կոնկրետ մի բան է կասկածելի թվացել ռուս մասնագետներին, վերջին 3 ամսվա ընթացքում լոլիկի արտահանումը Վրաստանից Ռուսաստան ուղիղ 2 անգամ աճել է։ Դա արդեն կասկածելի է, բայց Վրաստանի էկոնոմիկայի նախարարությունը պաշտոնական հայտարարություն է տարածել, պնդելով, որ հայկական լոլիկի ռեէքսպորտով չի զբաղվում։ Նաև ռուսական մամուլում գրում են, որ վերջին ամիսների ընթացքում կտրուկ աճել է Ղազախստանից Ռուսաստան արտահանվող հատապտղի, մասնավորապես ելակի ծավալը, եւ կրկին ենթադրում են, որ այդ ելակը իրականում հայկական է, բայց կոնկրետ ապացույցներ չկան, մասնագետները փորձում են լուծում տալ խնդրին եւ պարզել իրական ծագումը այդ ապրանքների։ Արտեմ, իսկ ինչ ես կարծում, առևտրային արգելքները շրջանցելու փորձերը իրականում որքանով են արդյունավետ։ Կարծում եմ այդ արգելքները իրականում գրեթե չեն գործում։ Համենայն դեպս, եթե խոսքը ծիրանի մասին է գնում, կարող եմ ենթադրել, որ մոտ 80% հայկական ծիրանի ի վերջո հասավ ռուս սպառողին։ Այդ մասին են վկայում մասնավորապես այն, որ հայկական շուկայում ծիրանի ավելցուկի խնդիր այդպես էլ չառաջացավ, գնաչ նույնպես չտեսանք։ Այսինքն գործարարները միշտ գտնում են հնարավորություններ առևտրային այդ արգելքները շրջանցելու եւ ընդհանրապես բիզնեսում նման արգելքները գրեթե չեն աշխատում։ Եվ այս դեպքում, երբ ժամանակին հայ գործարարներն էին օգնում ռուսներին շրջանցել արևմտյան տնտեսական պատնեշները, իսկ հիմա էլ ենթադրում եմ վրացի, իրանացի, ղազախ եւ բելարուս գործարարներն են օգնում հայ արտահանողներին շրջանցել այս անգամ արդեն ռուսական առևտրային պատնեշները։ Շնորհակալություն, Արտեմ։